Երեխեք, բարև բոլորին։ Տեսնում եք ինչ սիրուն ենք, ինչ սիրուն սեթեր ենք հագել։ Սրանք օքի նոր սեթերն են։ Եթե դու ես ուզում լինել ոճային ու ունենալ մեր սեթերից, հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով ու ունեցի ամենասիրուն, ամենավոճային սեթերից։ Եթե ունենաս 1 սեթ, կապ չունի որ գույնը կընտրես, բուրգունդը թե կապույտը, կարող ես կրել եւ ձմռանը, եւ ամռանը, եւ գարնանը, եւ աշնանը։ Մեր սեթերը տրանսֆորմացվում են, կարող եք կրել ամբողջական տարբերակով, կարող եք հանել թևերը դարձնել կարճ թև եւ կարող եք կրել նաեւ տոպ տարբերակով։ Շալվարի հատվածում ունենք կախազարդի հատուկ հատված, որտեղից կարող եք կախել ձեր գլոսերը, ձեր AirPods-երը, ձեր կախազարդերը, ձեր բանալիները, այն, ինչը ձեզ պետք է օրվա ընթացքում ամենաշատ։ Եթե ուզում ես մեզ հետ ապրել, դառնալ օքի դեն ստուդիոյի մի մասնիկը ու նկարահանվել օքի 3-րդ եթերաշրջանում, ուրեմն հենց հիմա զանգահարում ես ներքևում նշված հեռախոսահամարով, գալիս ես, մենք էլ քեզ դիմավորում ենք մեր թիմով։ Առաքիչի իմ կարիերան սկսվել է, երբ դեռ ես նոր էի ծնվել։ Սկզբում ես ինքս ինձ առաքեցի մեր տուն, հետո դա դարձավ բնավորություն։ Ես գիտեի, զգում էի, որ գալու եմ դացելու ձեզ մոտ Ամալիա ջան։ Այո, իրականում շատ դժվար էր, բայց ես կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ ինձ անվանում են համար 1 առաքիչ ամբողջ Հայաստանում։ Անձնականիցս չեմ պատրաստվում հրապարակայնորեն խոսել Ամալիա ջան, բայց ես ուզում եմ բոլորն իմանան, որ իմ սիրտն այժմ ազատ է։ Ազատ։ Զբաղված չէ։ Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը Ամալիա ջան։ Դուք ուզում եք, որ ես խոսեմ իմ մրցակիցներից, բայց Ազատիկի մասին ավելի լավ է լռել, որովհետև ես նրան մրցակից չեմ համարում։ Ընդհակառակը ես նրան կօգնեմ, որ սովորի առաքիչ լինելու նոր բառ։ Էս ինչ ա Միկա։ Մի միլիոն պրասմոտր է հավաքել։ Ես քեզ ասում եմ, չէ՞ որ ինքը հայտնի է դառնալու։ Արա բայց Ամալիան սրան ո՞նց է կանչել։ Կռլե ջան, մոնտաժ արած։ Ոնց կար Ամալիաս շոպիկին յուր կանչի։ Արեստես բաներից չեմ հասկանում, ախպեր։ Լավա չասիր արեստական բանականություն։ Արա, կստացի։ Ես էլ ես արա երկու հատ բանան իրար հետ են ամուսնացել ու կլուբնիկ են ունեցել։ Տաժան է էլի ասում ես։ Կռլե, այդ TikTok-ից դուրս արի էլի։ Ինչ գցում են հավատում ես։ Որ է ձեր աստղի կարեքիչը, որ համարձակությունն ունեցել տելևիզով, ուղիղ եթերով, պարյամայա տրանսլյացիայով ինձ ձեր պարտի։ Ես իսա դրանք դատի եմ տալու։ Եկա տղա ես արա ինչ դատ։ Քեր։ Մեկ հարցար, եւս մեկ հարց ու վերջ, մեկ հարց ու վերջ, էլի մեկ հարց ընդհանրապես այդ բանը, եւս մեկ հարց եւ վերջ, կարող ենք ընդհանրապես մեկ հարց տալ, մեկ Ես հարց։ հիմա աշխատանքի մեջ եմ, թե չեմ այդ սիրով։ Ինչքան անձնվիրաբար եք կատարում ձեր աշխատանքը։ Ոյ մերսի։ Իսկ ինչպես դարձաք հայտնի։ Դե ես հայտնի դարձա, երբ ընդունվեցի Գլովոյում աշխատանքի։ Չէ՞ որ քաղաքի ամենաարագ, ամենաազնիվ, ամենակոկիկ, ամենազիլ, ամենաթույն եւ ինչու ոչ նաեւ Սիմպո առաքիչը պիտի աշխատեր ամենալավ առաքման ծառայությունում։ Դե ոնց որ ասում են, աստղերը համընկան։ Իսկ հայտնիությունը փոխել է ձեզ։ Ինչ եք ասում, չկա նման բան։ Ես նույն Ստեփանն եմ Գլովոյից, պարզապես ինձ հիմա շատ մարդ է ճանաչում։ Կներեք, ես պիտի գնամ։ Եվս մեկ հարց։ Շնորհակալություն։ Իա, բարի օր ձեզ, բեմի փոշիներ։ Նոր ինքը չէր ասում, որ հայտնիությունը իրան չի փոխել։ Ոչինչ, որ հեսա ինտերնետում հոդված հայտնվի, այսօր կյանքից վաղաժամ հեռացել է հայտնի առաքիչ Սյոպիկը, տեղը կընկելի սա։ Լավ, հանգստացի կատակ եմ անում, ձեզ ինձ դուգում պրոստը։ Իա, Ազատիկ, ես դու էլ ես տեղ։ Լավ, հասկացա, ստորագրությունս ես ուզում։ Տղեկ կարող եմ մեկնումեկիտ մոտ գրիչ լինի։ Դու իսկականից Սյոպիկ տղա։ Պատերազմ ես ուզում, կստանաս պատերազմ։ Բանգրանգա։ Բայց դու զգուշ եղի։ Կատաղած առաքիչից վախենալու մեկ է վիրավորված աղջիկ։ Արա դասեց։
Հելա ասպարեցից։ Կեցի այն ստյոպիկը, որը 20 րոպեից է գալու։ Գլովոյում միջին ռեզուլտատը սա։ Արիա սենքոքի օքի դու ես ու մի քանի հոգի օքի մեր հետ ասա օքի օքի դու ես ու մի քանի հոգի օքի մեր հետ ասա օքի Ուրեմն լսեք, մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում հունձուկը ֆերմենտավորում էին եփած բրնձի մեջ, որպեսզի պահպանվի ու չփչանա։ Իսկ դրանից հետո ամիսներ անց դեն էին նետում բրինձը ու ուտում էին հունձուկը։ Այնուհետև եկավ անցումային ժամանակաշրջանը, երբ բրինձն ու ձուկը ուտում էին միասին, մինչդեռ բրինձը չէր փչացել։ Իսկ ահա արդեն եկավ 19-րդ դարը, երբ խոհարար Հանայա Յոհենը Տոկիոյում ստեղծեց ժամանակակից սուշի։ Բայց դե ինչ իմանար Հանայա ձյաձյան, որ մեր օրերում այսենց հեռախոսս կարամ հանեմ, մտնեմ Մուրակամի City app-ը, այսենց կտացնեմ ու րոպեների ընթացքում պատվիրեմ իր ստեղծած սուշին։ Լիզա, մենք քեզ ասել ենք պատմես Քոմիկայի հանդիպման մասին։ Հա բայց այս պատմությունը ավելի հետաքրքիր էր։ Բարև ձեզ։ Դե լավ, եթե ուզում եք պատմեմ, պետք է սպասեք Ստելային։ Դե որ նույն պատմությունը երկրորդ անգամ չպատմեմ, էլի։ Վայ դե չենք դիմանա, երեկվանից դրան ենք սպասում։ Ստելան Դավիթի հետ է, կարող է քո ռոմանտիկ պատմությունները իրեն չհետաքրքրեն։ Հնարավոր չի։ 1000 անգամ հարցրել է։ Իրան ասել եմ վաղը կպատմեմ, այնպես որ դուք էլ Ստելային պիտի սպասեք։ Ահա, ասել Ստելան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ստել, ինչի ես տխուր։ Ամբողջ գիշեր Դավիթի հետ եք խոսացել։ Մեր պես։ Միկոն ինձ ասում էր դու անջատի, ես ասում էի չէ դու անջատի, ինքը ասում էր դու անջատի, հետո ես էի ասում դու անջատի, ասում էր չէ դու։ Լիզա։ Ստել, հոբան չի եղել, կարող է Դավիթը նեղացրել է։ Չէ, երեխեք։ Ուղղակի եկեք էլ իրանից չխոսենք, լավ։ Մենք էլ չենք շփվում։ Հա բայց ինչի։ Ախր դուք այնքան քյութ եք, այնքան եք սազում իրար։ Իրոք Ստել, եթե նեղացրել է, ասա, ինչ պետքա կանենք։ Հա, եթե նեղացրել է, ասա ես էլ Միկային ասեմ, ինքն էլ Զևսին ասի, գնում է դրան կծի։ Դրա կարիքը չկա։ Դա իմ որոշումն էր, այդպես ավելի ճիշտ էր։ Շատ նեղվեցի Ստելայի համար։ Որ պատմի ինչ ա եղել, կիմանանք ինչով օգնենք։ Հետո բեր որ պահեցիր։ Հետ մի հատ ընկերի ունեմ դպրոցական, ամբողջ օրը պարապա, այնքան է զանգում արդեն չգիտեմ ինչ խոսամ հետը։ Գնանք ստուդիա արդեն։ Ստել, մտածում եմ ընկերուհիներից մենակ մեկը պիտի երջանիկ լինի։ Գիժես Լիզ։ Եթե տենց հա, ես հենց հիմա կզանգեմ Միկային ու մենք կբաժանենք, որ դու երջանիկ լինես։ Այդ ընդհանրապես կապ չունի, աննորմալություններ մի խոսա։ Ուղղակի այդպես ավելի ճիշտ էր։ Ինքը քեզ դավաճանում էր, չէ՞ աղջկա հետ։ Ես զգում էի, սիրածն է հաստատ։ Չէ, Լիզ, չէ։ Ուֆ դե, չես ասելու։ Մի օր անպայման կասեմ։ Խոստանում եմ։ Ուղղակի հիմա արի այդ մասին չխոսենք, լավ։ Նորմալ է, բաժանություններ լինում են կյանքում։ Հա բայց ձերը հələ միացում չեր եղել է։ Համել տենց բաներ մի ասա։ Ես ու Միկան որ բաժանվենք, ես չեմ դիմանա։ Իսկ դու դրա մասին մի էլ մտածի։ Ստել,
կակրած լայք մոբայլի մոտ ենք։ Խնդրում եմ, արի մտնենք շտապ հարց պիտի տամ։ Տատիկի հետ է կապված։ Արի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարամ մի հատ հարց տամ։ Այո, իհարկե։ Ուրեմն տատիկս նոր հեռախոս է առել լայք մոբայլից, բայց ոչ թե Երևանի մասնաճյուղից, այլ Էջմիածնի մասնաճյուղից։ Մի հատ հարց էլի։ Բայց ինքը այդ չի օգտագործում Էջմիածնում, Երևանում է օգտագործում։ Այդ նորմալ է, թե կփչանա։ Հա, նորմալ է։ Վայ, սիրտս տեղն ընկավ։ Թե չէ ես էլ իրան ասում եմ օգտագործելուց գնա Էջմիածին, ինքն էլ ասում է մի քիչ անհարմար է։ Դե ոտերը ցավում է, էլի այդքան չի կարա գնալ կանգ։ Լիզին չես խոսում։ Արի ավելավա օգնի ինձ նոր ականջակալներ գնեմ։ Համել քեզ ավելի քիչ կլսեմ։ Կներեք իսկ ձայները շատ լավ մեկուսացնող ականջակալներ ունեք։ Իհարկե, եկեք ցույց տամ։ What's up is down, what's left is right. Մերջան, մի հատ բան հարցնեմ էլի։ Ստելլանն եկել է, ուղղակի ամբողջ օրը զանգվում չի պատասխանում, անասանելի է, երևի զարատկեն է նստել։ Հա, վաղուց դու ջեմը, կփոխանցեմ, որ իրան իր փնտրում։ Չէ, պետք չի, ես կսպասեմ, նորմալ է։ Մերսի շատ։ Մեր այսօր նենց տխուր եմ։ Տատիկս են սիրում վարդագույն չխոլոս գցելա լվալու։ Չի հասցրել չորանա, հեռախոսել սեն տկլոր ոնց որ լինի։ Ամոթա չէ։ Ընկերստոնան չի եկել, կարևոր բան ունեմ ասելու, չեմ դիմանում։ Չէ, Լիզ, գործնական հանդիպման է, զգուշացրել է, որ մի քիչ ուշանալու է։ Զառա, այս ով է։ Ինչքան համար կա հեռախոսից մեջ մարդ չի հասկանում ով է։ Ալո։ Ալո, ես Դավիթի հետ էի ուզում խոսել։ Դավիթի հետ եք ուզում խոսեք, Դավիթին զանգեք, ինձ ինչի եք զանգել, այ քեզ բան։ Ինչքան գիժան նորմալ կա ինձ ասանգում։ Լիզ, աչքից դու շփոթվել Դավիթի զանգին ես պատասխանել։ Հայլի, ճիշտ ես ասում, բայց իրեն չասես էլի, կասես որ դու ես պատասխանել, ես չեմ ուզում իր հետ ընդհանրապես բար փոխանակեմ։ Լիզ, Լիզա, սպասի, հեռախոսը։ Կռլետ, զզվեցնում ես, ասեցի Մոնան հետս սա, իսկ դու րոպե մեկ զանգում ես։ Ուրեմն ես կխորհրդին հետևեմ, Մոնային ներեմ ու դու էլ ինձ շգաս պատերժ կանես։ Ասա ինչ ես ուզում։ Զաբել, նայ, ես վերջին անգամ եմ փորձում։ Եթե այս անգամ էլ իմ մոտ չստացվավ, ես չգիտեմ, ես կգնամ Մենաստան։ Այդ ամենալավ տարբերակը կլինի բոլորի համար։ Վայ, դե Զաբել ջան, մի բան ասա, ոնց անեմ որ ճիշտ լինի, որ ամեն ինչ լավ գնա։ Դե կարաս ասես, ես քեզ շատ եմ սիրում։ Իմ կյանք առանց քեզ չեմ պատկերացնում։ Ու չեմ կարա երբեք քեզ ուրիշի կողքը տեսնեմ։ Համի որ տենց ասեմ, գլուխս չի ջարդի։ Դե ինքը տենց բաներ սիրում եմ, բայց որ ջարդի ուրեմն մի բան են չես արել։ Ոնց ասես, Զաբելիտա։ Հա դե ոնց որ գեղեցիկ արտահայտ չեմ միջոց կարծես։ Էրիկ մի րոպե սպասի։ Ձեր խմբի Դավիթը հեռախոսը թողել էր միջանցքում։ Լիզա, հանգիստ։ Ձեր խմբի Դավիթը հեռախոսը թողել էր միջանցքում։ Մեր հեռախոսները նույնից են, ես էլ խառնել իրանը վերցրել եմ։ Իրան զանգ եկավ, միամիտ պատասխանեցի ու ահա որ մունաթ եկա։ Դե ես Զառանով մարդկանց հանդեպ հակակրանք ունեմ։ Մի խոսքով, այս հեռախոսը կտաս Դավիթին։ Ո՞պես շատ։ Սպասի։ Ասեցիր Զառա։ Հա, ձայնելն է ծանոթ էր։ Մտածում եմ, կարող է այդեն դևներ։ Սատանան, են կախարդը։ Չնայած մտածում եմ, ինքը ինչի պիտի զանգեր Դավիթին։ Հա, իսկականից, ճիշտ է Լիզա ջան, կարես գնաս։ Ալո։ Ինչի զանգերից չես պատասխանում երեկվանից, ու ինչի է քո հեռախոսին ինչ-որ աննորմալ պատասխանում։ Դավիթ, ես քեզ զգուշացնում եմ, եթե Ստելան չի արել այն ինչ պլանավորել էինք, շատ վատ է լինելու։ Ստուդիան պիտի փակվի, հասկացար։ Ես ճիշտ էի զգում։ Քո խաղի վերջն եկավ Դավիթ։ Մոնա քեզ ինչ ա եղել։
Ինչի՞ ես թեքում ինձ թարս նայում։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ուղղակի կարայր իմ հետ անկեղծ լինեիր։ Գիտես, որ զզվում եմ այդ հանելուկային խոսակցություններից։ Էդ ինչ եմ արել, որ անկեղծ չեմ։ Դու կիմանաս։ Նորից ասեմ, զզվում եմ ես այդ հանելուկային խոսակցություններից։ Եթե հավանում էիր կռլեին, տենց էլ կարար ասեիր։ Ես նենց կանեի կհիասթափվեր ինձանից ու քեզ կսիրահարվեր։ Ինչ։ Ես կռլե հավանել։ Ես ուղղակի լսեցի, թե ոնց էիր կռլեին ասու, որ չես կարող ուրիշին իր կողքին տեսնես։ Ականջ դնելուց առաջ գոնե սկզբից արի լսի, որ ճիշտ պահերը բաց չթողես։ Այսինքն այն, որ ես կռլեին ուղղակի խորհուրդ էի տալիս քեզ նորմալ սեր խոստովաներ։ Էդ էլ իմ լավությունը։ Լովելի, զոբուսիկս, մի նեղացի։ Խնդրում եմ։ Շարապ Մոնա։ Հա, բայց ես ինչ իմանայի, մենք քայլում ենք, քեզ զանգ եկավ, ես տեսա։ Իա, փաստորեն սիրահարվել ես։ Անկապ ձևեր ես թափում, մեղք այդ տղեն, հիասթափվել է այս ամեն ինչից։ Մի կողմ դիեր ձևականությունները ու գոնե հույս տու, որ շանսեր ունի։ Ուֆ, դու գիտես ես հասկանում եմ։ Երեխեք կարող է ես գժվել եմ։ Արդեն լավ է, որ ընդունում ես այդ փաստը։ Վայ դե լուրջ եմ ասում։ Իմ ու Դավիթի հեռախոսները խառնել էի։ Դավիթին զանգ եկավ։ Զարա էր գրած, ես էլ պատասխանեցի։ Բայց մտքովս անցավ կարող է դի այն Զարանա, այն դևը, այն վիշապը, այն կախարդը, այն սատանան։ Լիզա, հասկացանք ու մասն ես խոսում։ Հա բայց Զարան ինչ կապ ունի Դավիթի հետ։ Կարող է ես իրոք գժվել եմ։ Աչքիս արդեն բոլորը Զարա են թվում։ Մի րոպե։ Կարող է Դավիթը կապ ունի Զարայի հետ ու դրա համար է բաժանվեցին ինքն ու Ստելլան։ Երեխեք, եթե տենց բան կան կերսոնային պիտի ասենք։ Երեխեք, իսկ կարող է այդ ուղղակի իմ երևակայությունն է։ Դե ոնց որ միշտ իմ հետ լինում է էլի։ Կարող է մի հատ Ստելլայի հետ խոսանք։ Ստելլան ստուդիայում չի։ Գնացել է մանիկյուր արի։ Ասել եմ baby բլուքսի։ Այդ դեպքում եկեք ընկեր Սոնային ասենք։ Չէ, պետք չի մինչև Ստելլային չասենք։ Համել ես արդեն այսօր խոսացել եմ ընկեր գորի վստահված անց, նույն ինքը Էրիկի հետ։ Ամեն ինչ պատմել եմ, Դավիթի հեռախոսներ տվել եմ իրան։ Ուֆ, պիտի ամենից հիմա պարզենք։ Սա խառնվեց էլի իրար։ Բայց հալալ է քեզ ծյոպիկ։ Ասում եմ կարող եմ մի հատ սելֆի անենք Instagram-ով story անեմ, ես էլ հայտնի անեմ, հա։ Տո շամոլներ, ոչ մեկիդ մտքով չանցավ մինչև հայտնի դառնալս ինձ հարցնի, Ստյոպիկ ջան, ինչի կարիք ունես, ինչով քեզ օգնենք։ Դաժե վիդեոները շեյք լայքում։ Տենց հա Ստյոպիկ ջան։ Բոլորը հայտնիության ժամանակ ընկեր են դառնում։ Հայ։ Ախպեր մի քիչ էս բաներ խոսակ սրա մոտ սկիտ չի բարևի։ Ախպերս գտար այդ հեռախոսը։ Չէ, ոչ մի տեղ չկա։ Իսկ հաստատ ստուդիայում ես թողել։ Կարող ասենք ուրիշ ինչ որ տեղում ես թողել։ Չէ, հաստատ ստուդիա եմ բերել։ Դե թող հեսա Սոնան գա, ստուդիայում սա արագաչափ հաշարած։ Հետ կտային իր սիրուն կամբուդրով, կնայի կգտնի հեռախոսը, տասեղ չի որ կորի։ Ամես տեղից ոչ մի բան չի կորում։ Ասի մույսից որ մի օր կամուստանը։ Ես ման գալիս։ Որտեղից ես գտել։ Միջանցքում էիր թողել։ Ինչ որ զանգեր էր գալիս։ Ինչ որ Զարա։ Ինչ։ Էրիկ ջան, իհարկե 1000 անգամ կներես ինձ, բայց այդ անունը մոտս չտակ բույնի եմ դառնում մի անգամից։ Դավո ջան, կներես էլի 1000 անգամ։ Անզուս պալերգա է։ Ես հասկանում եմ, որ լրիվ ուրիշ Զարա է։ Չնայած կարող է եւ Չորցավ։ Այ Դավո ջան, ես ինչ շուտ ես հավատում։ Ես գիտեմ, որ լրիվ ուրիշ Զարա է։ Հա, քուրս է զանգել։ Կտաս հեռախոսս։ Գնամ խոսամ չանհանգստանան, որ զանգել են չեմ պատասխանել։ Ստյոպիկը չղաձգված է։ Ինձ հոգևոր սնունդ է պետք։ Ուրեմն մտնում եմ ticket system-ի app, մի հատ լավ կինո եմ նայում, բայց կարևորը դատարկ զալով։ Ինչի։ Արայ անհայտ, դու ինչ գիտես հայտնիության դժվարությունների մասին։ Որ շատ մարդիկ լինեն, սա գալու են հետս նկարվեն, ոչ ես կինոից բան հասկանամ, ոչ է իրանք։ Տեղից է ռուսերենս վատ է։ Կինոյի թելը կտրվելու է նկարները նայեմ մենակ։ Դե ես որ հայտնի եմ, ժողովուրդ ջան։ Նայեք, որ առաջին Սոնա ջան, դեռ
Վերջապես։ Վայ, Էրիկ ջան, տեսել եմ, որ զանգել ես, ուղղակի հանդիպման էի չէի կարա պատասխանել։ Ինչ որ բան կա։ Սոնա ականջներից չես հավատա։ Արի գնանք իմ աշխատասենյակ։ Եղեք չեմ հասկանում, ինչի Ստելան չի պատասխանում։ Դե այդ ապարատի մեջից ոնց պատասխանի երեխեք։ Մանիկյուրը գելը գծորա։ Ուֆ, հեսա կհելեմ կգնամ այդ սալոնը։ Մի քիչ համբերություն ունեցեք, էլի։ Սենց առանց փաստերի մարդուն մեղադրում ենք։ Պետք է հասկանանք, որ մեր մեջ ուղղակի վախ ա մտել։ Հա, աչքներիս արդեն բոլորը դավաճան են թվում։ Կարծում եմ էլ չարժի այդ մտքի վրա ֆիքսվել։ Այնքան ժամանակ բան չենք անի, մինչև Ստելան գա։ Հասկացար, Լիզա։ Վայ, հա, հասկացա։ Ես ոչ գիժեմ, ոչ էլ աննորմալ։ Լիզա, եթե պարզվել է, որ ոչ մի բան էլ չկա։ Գիտես ես քեզ ինչ եմ անելու, որ բոլորիս խառնեցիր իրար։ Դե լավ, մարդը զգուշանում է ուղակի։ Դե լավ, երեխեք, կանգնեք, դասը շարունակենք։ Կանգնեք։ Տեղերում։ Զարա, դու ինչ ես խոսացել, որ զանգել ես ինձ։ Այսինքն Քո զանգին ես չեմ պատասխանել, մեր պարողներից Էրիկն է պատասխանել։ Ասա իմանամ ինչ ես խոսացել, ինչ եմ անելու ես։ Չգիտեմ, արդեն չեմ էլ հիշում, բայց եթե լսել է, հաստատ ինչ որ բան հասկացած կլինի։ Մի բան մտածի, չգիտեմ, ինչ ուզում ես արա։ Այս անգամ պիտի ստացվի մեր մոտ, հասկացար։ Ստելայի հետ խոսա ինձ չի հետաքրքրում ոչ մի բան։ Լավ, Զարա, լավ։ Էրիկ ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ես ճիշտ էի կասկածում, ուղղակի փաստեր չունեի, որ քեզ ասեի։ Դու ճիշտ էիր, Սոնա։ Ստուդիայում ինչ կատարվում է, Զարայի ձեռքի գործն է։ Ու իրան գիտես ով է օգնում։ Դավիթը։ Դավիթը։ Բայց փաստեր ունես, հիմքեր ունես։ Այսօր Դավիթի հեռախոսը իմ մոտ էր հայտնվել։ Ու իր հեռախոսին զանգ է գալիս։ Վրան գրված էր Զարա։ Հետաքրքրությունս չկարողացա զսպեմ, պատասխանեցի։ Ու ինչ լսեմ, Զարան խոսում է ոնց է ստուդիան քանդելու, վերացնելու։ Չգիտեմ ինչ որ բաներ էին մտածել, բայց շուտ պետքա ստոպ տանք։ Ես ոնց կարայի չնկատեի ու վստահեի։ Գիտեմ Սոնա ջան, հիմա հիասթափված ես, բայց պետքա ինչ որ բան ձեռնարկենք։ Գիտես ամենավատը որն է, որ ես չեմ կարողացել պաշտպանել Ստելային, հասկանում ես Ստելային։ Ինքը շատ կկոտրվի։ Իսկ եթե ես ամեն ինչը շուտ իմանայի, չէի թողնի, որ ինչ որ մեկը խաղար Ստելայի զգացմունքների հետ։ Լավ, բա հիմա ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու։ Հիմա բոլորի աչքի առաջ պատռելու ենք Դավիթի դիմակը։ Վռնդելու ենք ստուդիայից։ Այս անգամ Զարան ոչ մի բան չի մարսելու։ Խոստանում եմ ես քեզ։ Let's go. Yeah. I'm like an addict, do I gotta have it. I ain't even playing, got a really bad habit. If it moves, gotta grab it. Fuse like a magnet, lose, won't have it till I'm doomed in a casket. I ain't playing, got a weird mind. Ստելա ծերացանք միջև եկար։ Հիմա ուզում ես ասես, որ իմ մազերը սպիտակել են ու ես կնճիռներ ունեմ։ Չէ, Լիզ, քո այդ ամեն ինչ նորմալ է։ Երեխեք, բայց ասել էի, որ սալոնում եմ։ Ինչ ասես չի եղել այս ընթացքում, ուղղակի միջև քո հետ չխոսենք, ոչ մի բան չենք կարա անենք։ Դուք ինչ եք եկել։ Ձեր ժամը ավարտվել է։ Հա ինչ։ Կարոտելա եկել է ինձ տենը։ Մենակ թե չեմ հասկանում, Կրլեյնը Ստյոպիկին ինչի է հետը բերել։ Ես ճիշտ ասած թզբեխս եմ կորցրել, այդ շատ թանկնվել է, էլի, եթե կորցնեմ, ես չգիտեմ ինչ կանեմ։ Դա բերթից գրեֆ է։ Մենք չենք տեսել Կրլե։ Վայ հորս արել, կորավ հա։ Լավ, մի հատ հանգստացի։ Ես ծանոթություն ունեմ, կասեմ նորը քեզ կուղարկեն։ Համել, ես արդեն հայտ եմ, դավայ սելֆի անենք։ Արա ծորտովս գնա, էլի։ Ոյ։ Ոյ։ Մոնա, ինչի շուտ չէիր ասում, որ մոտը տա։ Դե, ուղղակի ես Մոնա ջան, մերսի շատ, ես համար շատ թանկնվել է, ոնց որ դու, չէ, դու ավելի թանկ ես, նամ չէ, դու անգին ես, օխ, Վայ ինչ, ուղղակի գտել է չտայ։ Դե լավ էլ մի ինչ կա ամաչելու, այս տարի բոլոր սիրահար զույգերն են միանում են։
Որս՞ը։ Okay, yes, do me kani hoki. Okay, ner heta saduki. Ստյոպիկ։ Դե ասիկ հետ չմնամ էլի։ Երեխեք ինձ բան պետք է ասեիք։ Կարողա խանգարեցինք։ Չէ, դուք էլ պիտի իմանաք։ Ուրեմն այսօր Ջունիորներ դուրս եկեք։ Վայ Աստված ջան, այս աղջիկը բույնի է, ես այս դեմքը տեսել եմ։ Դավիթը ուրա։ Ինչի համար եք հարցնում, ընկեր Սոնա, ինչ-որ բան է եղել։ Կներես Ստելա, ես շուտ պետք է հասկացած լինեի Դավիթի մոտիվները։ Սոնա։ Դավիթ, ուշացել ես։ Հատուկ քո համար նոր շոու եմ բեմադրել։ Ընկեր Սոնա, ինչ ա եղել։ Լարվեցինք բոլորս։ Հիմա կիմանաք։ Բայց մինչ այդ Ստելա, ուզում եմ իմանաս, որ չեմ թողնի քեզ ու ստեղից որևէ մեկին նեղացնողը մնա անպատիժ։ Ես կարայի այս ամեն ինչը առանց քո իմացության լուծեի, բայց տենց ուղակի սխալ կլինի, ճիշտ չի լինի։ Այն ինչ վերջերս ստուդիայում կատարվում է, Դավիթի մեղքով է կատարվում։ Էնպես արել որ բոլորս իրեն վստահենք։ Շահելա բոլորիս վստահությունը։ Բայց մենք հիմա ամեն ինչ գիտենք։ Բայց Ստելա, խոստանում եմ քեզ, Դավիթն ու Զարան այս անգամ թանկ են վճարելու։ Իրանք պատասխան են տալու իրանց արածների համար։ Ստել չմտածես, հետդ ենք։ Թաղեմ ազիզը դավո։ Սևը լինեն օրը, որ եկան այս սուրբ օջախ։ Արա դու հասկանում ես, որ ստեղից դուրս եկան հետդ ինչ անելու։ Դու չնայած հենց հիմա արի դուսել է։ Ինչ եք կանգնել։ Սոնայի սիրտը եսակը վատանա մի հատ գնացեք Վալերյան կապերեք։ Դավիթ, հենց հիմա դուրս արի այս տարածքից։ Բրավո, Սանջան, բրավո։ Քո մոտ իրոք շոու անելը շատ լավ է ստացվում։ Դավիթ, քեզ ավելի մի խայտարակի։ Գնա ստեղից։ Ստելա, այս անգամ ում ես ընտրում։ Չնայած որ Սոնային ոչ մի բան չես պատմել, ինձ թվում է պարզ ում ես ընտրում։ Ստելա, դու ամեն ինչ իմացել ես։ Ստել, գոնե ասա, որ դու ոչ մի բան չգիտեիր։ Ու որ Դավիթը նորից խափում է։ Այս անգամ քեզ ոչ մեկ չի ներելու, Ստելա։ Ստելա որոշի։ Գիտեմ ինչքան անսպասելի ու շոկային ավարտ էր բոլորիդ համար։ Պատկերացնում եք երրորդ եթերաշրջանը ինչքան հետաքրքիր է լինելու։ Իսկ թե երբ ենք սկսելու երրորդ եթերաշրջանը, կախված է ձեզանից։
Եթե այս սերիան հավաքի 10,000 լայք եւ 2000 կոմենտ, մենք առանց ձեզ սպասեցնելու սկսում ենք 3-րդ եթերաշրջանը։ Ու հա, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։ Ես գիտեմ, որ հեսա դուք գժվեք կարող է ինչ 10,000, 15,000 լայք էլ դնեք, մի 3,000 թե կոմենտ դրեք։ Ինչ եղա։ Ես վստահ եմ, եթե այդ ձև բան անեք, ասած ասեմ, վաղվանից կսկսենք 3-րդ եթերաշրջանի նկարը։ Հաստատ։ Բա։ Դե արագացրա, արի գնանք 3-րդը մտածեինք։ Ասիր արագացրա։ Okay, 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 okay.